Փաշինյան բանջարաբարակում զորահանդես է։ Մարդաշատ փողոցներ, ամենուր կարմիր դրոշներ ու սոցիալիստական լոզունգներ։ Այսպես էր Հայաստանը նշում մայիսի 1-ը 1963 թվականին, բայց մեր երկրում տոնի պատմությունը սկսվել է շատ ավելի վաղ, դեռ առաջին հանրապետության ժամանակ, 1919 թվականից։ Խորհրդային տարիներին մայիս 1-յան շքերթները վերածվում էին համաժողովրդական մեծ միջոցառման։ Գիտնականներ, մարզիկներ, ուսանողներ ու բանվորներ բոլորը մեկտեղվում էին հրապարակում, փառաբանելու աշխատանքն ու արարումը։ Այդպես էր ամբողջ միությունում։ Այս տարի ավանդական կարմիր դրոշների փոխարեն Երևանյան տոնակատարության ժամանակ գերիշխում են Փաշինյանի կեպիի գույները՝ նարնջագույն ու կապույտ։ Վարչապետը թիկնապահների ուղեկցությամբ շրջում է հրապարակում, աչու ձախ շնորհակալություն հայտնում քաղաքացիներին աշխատանքի համար։ Մայիս 1-յան ուղերձում Փաշինյանն ասել է, որ Հայաստանում ծայրահեղ աղքատությունը վերացման շեմին է։ Ինչ բաց կլինի այսօր գային ստեղ վարդերով ժամը նատ երկա չէ ժամը 2-ին հրապարակ գամ վարդերով Հրապարակում տոնական երթ է, ներքևում տրակտորներ, վերևում ուղղաթիռներ։ Աշխատանքի եւ աշխատավորների համերաշխության միջազգային օրը դաժան նախապատմություն ունի։ 1886 թվականին, երբ 8-ժամյա աշխատանքային գրաֆիկ պահանջող բանվորները Չիկագոյում ցույցի դուրս եկան, նրանցից շատերն անողոքաբար սպանվեցին։ 3 տարի անց Փարիզի կոնգրեսի որոշմամբ մայիսի 1-ը հռչակվեց որպես աշխատավորների համերաշխության միջազգային օր՝ ի հիշատակ Չիկագոյի զոհերի եւ ի պաշտպանություն աշխատավորների իրավունքների։ Չիկագոյի դեպքերից ուղիղ 140 տարի անց աշխատավորների նկատմամբ բռնության կիրառման մասին աշխարհին հիշեցրել են թուրքերը։ Ստամբուլում արհմիությունների եւ ձախակողմյան խմբավորումների կազմակերպած հանրահավաքները վերածվել են ոստիկանության հետ բախման։ Ցուցարարները պահանջում էին աշխատավարձի բարձրացում եւ աշխատանքային իրավունքների պաշտպանություն։ Ոստիկանությունն արդյունքաբեր գազ է կիրառել, ձերբակալելով 300-ից ավելի մարդու։ Սեուլում եւս ցուցարարները պահանջել են աշխատավարձի բարձրացում եւ աշխատանքային պայմանների բարելավում։ Ի տարբերություն Թուրքիայի, Հարավային Կորեայում մարդկանց չեն ջարդել։ Արգենտինայի ամենամեծ արհմիությունը երթով շարժվել է Բուենոս Այրեսի Մայոյի հրապարակ, դատապարտելու աշխատավարձերի իջեցումն ու կոմունալ վճարների բարձրացումը։ Չինաստանի առաջնորդը մեծարել է երկրի աշխատավորներին։ Սի Ցինփինը գործարանում շփվել է բեռնատարի վարորդների հետ, զննել խնձորի այգին, փողոցում զրուցել առաքիչների հետ, եգիպտացորենի դաշտում քննարկել ֆերմերների ապրուստը, շեշտելով՝ սոցիալիզմը կառուցվում է քրտնաջան աշխատանքի միջոցով։ Աշխատավորների օրը յուրօրինակ կերպով է նշել Սլովակիայի վարչապետը։ Ռոբերտ Ֆիցոն աշխատել է որպես բեռնակիր, հաց մատակարարելով երկրի արևմտյան հատվածի խանութներին ու հիվանդանոցներին։ Ֆիցոն նշել է, որ մեծացել է բանվորի ընտանիքում եւ արդեն մի քանի տարի շարունակում է այս ավանդույթը։ Ալինա Սահակյան, Էպիկենտրոն։